2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունն ունենալով 10 միլիոն բնակչություն, 120,000 մշտական և 1 միլիոն զորահավաքային ռեսուրսի զորք, արդեն չեմ խոսում ավիացիայի, ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքավորումների քանակի մասին։ Ռազմական դաշինք կազմելով միջուկային գերտերություն հանդիսացող Պակիստանի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Սիրիայից վարձակալած մարդակերների զորամասերի հետ հարձակվեց 150,000 բնակչություն և 25,000 զորք ունեցող Արցախի Հանրապետության վրա։ Ինչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել։ Սա միջազգային ռազմարվեստի խայտառակ էջն է։ Այս ամենի արդյունքում Արցախը հայաթափվեց։ Արցախցին 1000 տարում մարդակերից մարդասպան դեր չդարձած Թուրքի և որպես էթնոս նոր կազմավորված ադրբեջանցու զոհը դարձավ։ Սակայն ոչ արցախցու, ոչ էլ բանականություն ունեցող հայի մտքից երբեք դուրս չգա վերադարձի հարցը։ Վերադարձ դեպի հայկական լեռնաշխարհի Արցախ երկրամասը։ Դա մեր միջազգայնորեն ամրագրված և Հայաստանի Հանրապետության իշխանությունների որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող պարտականությունն է։ Անդրադառնալով 1951 թվականի փախստականների մասին կոնվենցիային և դրա 1967 թվականի արձանագրությանը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին, մենք իրավունք ունենք վերադառնալու և ամեն ինչ չէ, որ կախված է իշխանություններից կամ նրա անձին անդամներից կամ կառույցներից, ինչքան էլ փորձեն կասեցնել Արցախյան շարժումը, այն կա, որովհետև այն համաժողովրդական է։ Իսկ մենք այդ շարժման մարտիկները եկեք մի պահ հիշենք, թե ինչպես եք հատել Հակարիի կամուրջը, ինչպիսի ապրումներ են ունեցել մեր ծնողները, կանայք, երեխաները, հատկապես սպաների ընտանիքները։ Իսկ այսօր գնդապետին կարող եք տեսնել պահակի, փոխգնդապետին այգեպանի կարգավիճակում 100-ից 120,000 դրամ աշխատավարձով։ Եվ այս պարագայում ոգևորված նախարարը հայտարարում է, որ նպաստների կրճատումը կնպաստի ղարաբաղցիների արագ ինտեգրմանը։ Ինչին ինտեգրմանը։ Մոտ 1000 սպա, ենթասպա և այլ կարգավիճակում գտնվող թոշակառու զինվորականներ ու հաշվանդամներ դեռ չեն ստացել 23 թվականի սեպտեմբեր ամսվա իրենց թոշակներն ու նպաստները, քանզի այդ ժամանակահատվածում չունեին բանկային քարտեր և չնայած նրան, որ Պահեստազորի սպաների միությունը դիմել է պետական համակարգի բոլոր օղակներին, հարցն այնպես էլ մնացել է օդում կախված, ինչպես շատ հարցեր։ Պաշտպանության նախարարի կողմից արձակված հրամանի համաձայն հայաստանյան հատվածի պահեստազորայինները ստանում են աշխատանքային հնգօրյա շաբաթվա փոխարեն կատարած շաբաթ օրերի ծառայության գումարները։ Արցախցի սպաները ոչ, պատճառաբանելով, որ պաշտպանության բանակից արխիվներ չեն ստացել։ Հազարին հասնող զինվորականներ հերթում էին բնակարանամուտ տոնելու համար։ Սրանն էլ չեն անդրադառնում, չեն խոսում։ Հակառակը ամեն ինչ անում են Արցախցի մայր հայրենիքում իրեն զգա նվաստացած, օտարված երկրորդական, թողնի ու հեռանա հայրենիքը։
բարեբախտաբար ունենք հիանալի ժողովուրդ։ Ուզում եմ անդրադառնալ նաև որոշ իշխանավորների կողմից հնչեցված պետք է մնայիք ու կռվեիք, եռաբլուրում էլ կա զորք, բայց գետնի տակ, արցախցին չի կռվել, բա որ կռվել է ինչի է եռաբլուրի վիճակը այսպիսի։ Իմ ստացած դաստիարակությունս, ապրած կյանքս և զոհված ընկերներիս թափած արյան արժանապատվությունը թույլ չի տալիս արժանապատվորեն պատասխանեն իրենց, այլ պարզապես կասեմ, զգույշ խոսեք պատերազմի և պատերազմի մասնակիցների մասին։ Ամեն մեկիս մարմնի սպիները ձեր բոյից երկար է։ Շնորհակալ եմ։